ներկայացուցիչների Երևան քաղաքի, ինչը որ ապացուցում է, որ կա հետաքրքրություն նոր հրատարակված ընդհանրապես մեր հայաստանյան գրահրատարակների նկատմամբ։ Ուրեմն այս շարքը երբ մենք սկսեցինք ապրիլ ամսից եւ խորհուրդ են տալիս հրատարակիչները, հետագայում ունենալու նաև շատ խորհուրդ են տալիս գրադարանահարները, մենք ձեզ բոլորին դիմելու ենք, ձեզնից ենք խորհուրդներ հարցնելու եւ օրինակ ես մի մարդ եմ, որը շատ զբաղված է, բայց անհրաժեշտություն ունի իմանալու ինչ է հրատարակվում, ինչ նոր գրքեր կան։ Կներեք ժամանակի բերումով ի վիճակի չեմ ես ամեն ինչ հասցնեմ կարդալ, որովհետև շատ է։ Եվ մենք առաջին նկատեցինք, որ ինչ լավ կլինի, որ հրատարակիչները իրենք պատմեն, ինչ են իրենք արտադրում, որ մի քիչ էլ մեր համալրումների համար գրադարանների, մեր ընթերցողներին կարողանան ապահովել այս լայն, այսինքն լավ, ազգային գրադարանը մեծ է, մենք այսպես կայնպես պարտադիր օրինակներ ենք ստանում, ինչ է կատարվում ոլորտում, բայց ավելի փոքր գրադարանները իսկապես կարիք ունեն իմանալու ինչ կա հրատարակված ոլորտում, այնպես որ Արմենիկի գլխավոր Արմենիկ Տիգովոսյանը արտարես հրատարակչության գլխավոր խմբագիրը կարծում եմ շատ ավելի հետաքրքիր պատմի իրենց արտադրանքի մասին։ Շնորհակալություն, ասացի չէ, որ չեմ սիրում նստել, որ նստել չեմ կարողանում խոսալ եւ ուզեի եկել ակտիվ լինեք եւ եթե հարցեր ունենաք հաստատեք, որտեղ եթե խոսալ շատ լինի։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նոր գիրք կոչված գաղափարին, որը ժամանակակից աշխարհում կներեք, բայց այդքան նշանակալից երևույթ չի, հատկապես հրատարակչական գործի պարագայում։ Եթե մենք ուզում ենք գնահատել որևէ հրատարակչության աշխատանք, ապա պետք է գնահատենք թե ինչ նոր գրքեր, օրինակ մարտ ամսին, ապրիլ ամսին կամ մայիս ամսին հրատարակվեց, այդ հրատարակչությունը ընթանում իր գաղափարախոսությամբ, ինչ կոնցեպտներով գաղափարում, եւ ինչ տեսակ գրքեր է հրատարակվում։ Եվ այդ պարագայում, երբ որ օրինակ մենք շատ հստակ ամրագրենք կոնկրետ հրատարակչության գաղափարները, կոնկրետ հրատարակչության նպատակներն ու ծրագրերը, մեզ համար նաև, այսպես ասեմ, հեշտ կլինի գուշակել, թե հաջորդ գիրքը որն է լինելու կամ հաջորդ գիրքը մոտավորապես ինչ հեղինակ կարող է ընդգրկել կամ ինչ երկրի։ Այդ առումով իհարկե չտերագնահատելով հրատարակիչների աշխատանքը, ես ուզում եմ ընդգծել մի շատ կարևոր իրողություն, որ ժամանակակից հրատարակչական դաշտի ընդհանուր միտումների 90%-ը ստեղծել եւ այսօր շատերը շարունակում են վերագրել հենց մեր հրատարակչությունը։ Իհարկե աչքի առած ունենալով նաեւ անկախության շրջանի հատկապես հրատարակչական գործի շատ կարևոր իրողություններ եւ իրավներ, մասնավորապես ինքս իմ գործունեության շրջանակում շատ եմ ազդել եւ կիրառել Սարգիս Խաչյանի հրատարակչության գործը, հատկապես մատենաշարային սկզբունքներով։ Ինչ ենք մենք արել։ Մենք այս կատալոգները, որ դուք հիմա ունեք, իդեպ սա արդեն հնացած է, մեր ցանկացած կատալոգ երկրորդ օրը հնանում է, որովհետև հենց կատալոգը հրատարակվում է, տպագրվում է, հաջորդ օրը նոր գիրք ենք ունենում։ Իհարկե որոշները հասցնում են խցկել այդպես վերջի պահին, բայց որպես կանոն մեր յուրաքանչյուր կատալոգ ինչ է։ Սա օրինաչափություն է մեզ համար։ Այս կատալոգը գտնենք կտեսնենք այդ բազմազանությունը, մատենաշարը դասավորված, նորմալ դասավորվածության մեջ նաև լեզուները հավասարացված եւ այլն եւ այլն, եւ կտեսնենք հսկա բազմազանություն ամեն տեսակ գրքի։ Այդ աշխատանքը բնականաբար միանգամից չի արվել, նախ առաջ հետազոտվել է շուկան, հետազոտվել է կանոնները եւ մատնանշվել են այն տիրախները, որոնք մենք պետք է լուծենք օրինակ հրատարակչական դաշտում առաջիկա 10 տարիներին։ Այդ առումով ես ուզում եմ նախ ընդգծել մեր հրատարակչության շատ կարևոր արտադրություն, մյուսները ունեն որոշակի առումով, բայց մեր առանձնացող այդ առումով մեր բոլոր գրքերը գրեթե մատենաշարային են։ Իսկ մենք ստեղծում ենք մատենաշարը։ Ոչ միայն գիրք են թարգմանում, ոչ միայն ժամանակակից գրողների գրքեր են հրատարակում, ոչ միայն մանկական գրքեր են հրատարակում, այլ ստեղծել ենք եւ շարունակում ենք այդ մատենաշարերը եւ շարունակում ենք համալրել այդ մատենաշարերը։ Մեր մատենաշարի յուրաքանչյուրը ունի կոնկրետ տիրախ, ունի կոնկրետ նպատակ։ Հիմա եթե ձեր ձեռքին կան այդ կատալոգները եւ սկսենք թերթել, մեր առաջին մատենաշարը կոչվում է օտարգիր։ Այստեղ ունենք այդ մատենաշարի մի գիրք, դա այնպես գրքերի տեսքերն են մատենաշարի տեսքերն են, դրանք շատ արդեն ուշադրված են, կանոնակացված են եւ դիզայներական տեսանկյունից բավականին որոշ դետալներ են։
Ինչ խնդիր է լուծում այս մատենաշարը։ Եթե հիմա էլի թերթեք կատալոգը կտեսնեք անդունում այսպես ուղղահայաց դիրքով լեզուների թվարկում, որոնք սկսում ենք անգլերենից, հետո շարունակում արաբերեն, հայերենական գերմաներեն, իտալերեն, եւ երբ որ այս լեզուներին դուք ծանոթանաք, կտեսնեք եւ գուցե շահագրգիռ կապչեք, թե ինչքան բազմազան է մեր թարգմանական լեզուն օգտագիր մատենաշարի շրջանում։ Դա բնական է, որտեղ այս մատենաշարը ի սկզբանե ուներ հետեւյալ նպատակը ընդգծել, թե մեր թարգմանական դաշտում, հատկապես խորհրդային տարիներին, ինչ աշխատանքներ են, ինչ կարևոր հեղինակներ են, ինչ կարևոր գրքեր են բաց թողնել խորհրդային շրջանում, եւ ձեռնամուխ լինել այդ գրողների եւ այդ գրքերի թարգմանությամբ։ Դա ինչ է շեշտում, որովհետեւ երբ որ մենք ուսումնասիրում ենք դաշտը, տեսանք, որ բազմաթիվ հռչակավոր գրողներ կամ աղբյուրներ կա, շատ ճանաչված, մենք փորձեցինք իրենց նաեւ հայերեն հնչեցնել, որովհետեւ ըստ որ Միգել դե Ունամունեի պես գրողը, իսպանացի պես գրող երբևէ հայերեն հնչած չէ։ Եվ այս մատենաշարի նպատակը սկզբնական շրջանում հենց այդ բաստորությունները դրացնելն էր Միգել դե Ունամունեի գիրքը Ումբերտո Վարդյանունը, որ ամբողջ աշխարհը կարդում էր իրենց լեզուներով բացի հայերենից։ Եվ դա ամենաբազմազան գրք է։ Երբ որ տարիների ընթացքում որոշակի բացեր մենք լրացրեցինք, անցանք երկրորդ գրաֆիկես մատենաշարի, որը ի սկզբանե էր դրված, բայց այդքան վստահությամբ եւ արարողությամբ չի իրագործում, այդ համընթաց քայլերն է ժամանակակից աշխարհի պրոցեսների հետ, հա։ Մենք սովորաբար այդ գիտությունները դրադարանավարները շատ հաճախ հիշում, երբ որ աշխարհում որևէ գիրք է ինչպես բոլորը խոսում են դրա մասին, մենք գալու ենք Google-ից կամ մեկ այլ գրախանութ եւ փորձում ենք ռուսերենով գտնել, հա, այդ գիրքը եւ որպես կանոն գրում ենք կամ չէինք գտնում, իսկ այդ գիրքը երբ կլինի հայերեն, այ դերձողը չէր մտածում դրա մասին, որտեղ մտածում եք կլինի, չլինի ռուսերենով կամ բացեք կարդալ։ Կոնկրետ մեր նպատակներից մեկը, ահա, այնպես անելն էր, կոնկրետ ես այդ առումով շատ էի որոշմապից դնում, որ մենք երբևէ հայերեն ունենանք որևէ շատ կարևոր գիրք, որը դեռ ռուսները չեն հասցրել թարգմանել։ Պատկերացրի, եւ այս մատենաշարի ահա նպատակներից մեկն էր հետեւել աշխարհի անցուդարձին, հետեւել տարբեր մրցանակաբաշխությունների, տեսնել թե ինչ գրքեր են տրենդային, ինչ գրքեր են նվաճել աշխարհը, ինչ գրքեր են թարգմանվել ամենատարբեր լեզուներով 3-4 եւ արագ ձեռնամուխ լինել նաեւ այդ տեսակ գրքերի հրատարակման։ Եվ այդ առումով ես հավատացնում եմ, որ ոչ միայն մեր հրատարակությունների, նաեւ հրատարակիչների հավատացեք, որ այսօր աշխարհում չկա որևէ նշանավոր գիրք, որ ստեղծվում է մեր ժամանակներում, գոնե վերջին 10 տարում, որ հայերեն լույս չլինի։ Ես դες ասեմ, անգամ այդ իմ նպատակը, որ մենք գերազանցենք ռուսներին, 3 անգամ դա եղել է, մարգետոնացի գրող Բրաժին վեպը, մի բաղադրացի գրող Պարավարոտոմուսա ձախկողի վարպետը վեպը, և ամենակարևորը Նիկոս Կազանձակիցի շատ հռչակավոր Կապիտան Միխալիս վեպը մենք թարգմանել ենք ռուսներից առաջ։ Երբ որ մարդը լսել էր այդ վեպի մասին, աշխարհով գնում են ուզում են ռուսերենով առնել, չեն կարողանում առնել, ստիպված հայերեն առնել։ Ես դեպքում շեշտում եմ ստիպված, որտեղ մենք քաղաքերի դերձողների բանակ, չեն բանակ ռուսերեն կարդալով այլն, բայց մի բանակ կա, որ եթե հայերենը ունում լավ չի, գնացել տարածքն է եւ այլն։ Ես հիմա գալիս եմ որ ասում եմ խաղաղ հասնում եմ դեպի նաև այդ կտորին, այս մատենաշարը հետագայում առաջ բերեց այսպես նոր թիրախներ եւ նպատակներ, որ ոչ միայն մենք ունենանք ահա այդ բացերը լրացնելու խնդիրը, որը հատկացում լրացնում ենք կամաց եւ մեծ մասը լրացրել ենք, ոչ միայն ունենանք համակայլելու այդ թիրախը, այլ նաեւ ամենակարևորը այս մատենաշարը դարձնենք ամենաբազմալեզու թարգմանական մատենաշարը, որ դեպքերից է եղել է Հայաստանում։ Ես վերջերս ազգային գարնանում փառահեղ գիտաժողովի ժամանակ մի ելույթ ունեցա ֆրանսերենի մասով էր, բայց այստեղ եւ այդտեղ շեշտեցի նաև նշում, որ մինչև 2018 թվականը Հայաստանում գոյություն է ունեցել 3 հիմնական թարգմանական լեզու՝ ռուսերեն բնականաբար, անգլերեն եւ մնացածը այսպես խառն են, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ այլն, որոնք ավելի շատ այդպես հապանցի երկարություն ունեն, էլի ոչ ընդգծված եւ ընդհանրապես միջի վիճակագրական տեսանկյունից 1991 թվականից մինչեւ 2012 թվականը մենք ունեցել ենք 5-6 հիմնական թարգմանական լեզու, բայց աշխարհում կան գրականություններ, որոնց տարբեր ժողովուրդներ կան, որոնք
շրջանում ինչպես էին լուծում այդ հարցը։ Խորհրդային շրջանում գիրքը թարգմանում էր ռուսերեն, հետո մեր ռուսերենից թարգմանում էին եւ նրանք ովքեր շատ դեպքաստեր են ազգային դատարանի կայքում են կարող ընտրել տեսնել բազմաթիվ օրինակ շվեդ հեղինակներ կան խորհրդային շրջանում հրատարակել, բայց դրանցից ոչ մեկը շվեդերեն չի թարգմանված, իսլանդացի հեղինակներ կան, ճապոնացի հեղինակներ կան, ինչ հեղինակ ասես կա, բայց դրանց մեծագույն մասը թարգմանված չէ իրենց լեզուներից։ Թվում է առաջին հերթին դա խնդիր չի, բայց մենք ընթացքում բացացինք, որ դա ավելի մեծ խնդիր է։ Եվ այդ մեծ խնդիրը ավելի ճիշտ է հասկանալ մեծ գրողների օրինակով։ Ես վստահ եմ, որ ձեր մեծամասնությունը կարդացել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Արտագամենությունը» եւ խելագարվում է, չէ՞, թարգմանության համար։ Իսկապես մի հրաշալի թարգմանություն է 78 թվականին տեսա, թարգմանությունը կատարվել է ռուսերենից։ Գիտեք, Ռուբեն Օվսեքյանը ֆանտաստիկ ուղղակի թարգմանություն է, եւ ահա մեր նախ առաջին նպատակներից մեկն է հասկանալ, որքանով է ինքը համապատասխանում բնագրի օրենքին, հա։ Եվ որ համարեցինք ինչ դասում տարածքա նախադասություն, մենք տեսանք, որ ամեն ինչ կարպես թե տեղն է, բայց կա բացակա հատվածներ, բացակա նախադասություններ, այլ ձևի ենթատեքստեր եւ համատեքստեր, հա։ Թարգմանությունը փառահեղ է, բայց Մարկեսինը չի, այդ տեքստը իմաստաբանում է, պատկերացրիք, եւ մենք դրա առաջին խնդիր դրեցինք, որը երկու ուղղություն ունի, առաջինը այսուհետ բոլոր թարգմանությունները կապել բացառապես բնագրից եւ երկրորդը փորձել վերաթարգմանել են հանճարայք շատ հանրահայտնությունները, որոնք ժամանակին արվել են ռուսերենից, հա, եւ այդ նպատակով մենք ստիպ նաեւ թարգմանիչների, այսպես ասած, հավաքագրում շատ տարբեր աշխատանքներ են կատարել, որում մեր առաջին թարգմանական գրքերը, որոնք այն մատնաշարով էին, խոսենք դրանց մասին, այլ են կարգեկած գրքերով, շատ երիտասարդ Աստիկ Աթաբեկյանը, որ այլը Կինայքուշ Ղազարյանը նստած է, թուրքերենից արեցինք, Կինայքուշի դստեր Աթաբեկյանի, շնորհիվ հետո ացան այլ երիտասարդ թարգմանիչներ։ Որպես կանոն այդ շրջանում Հայաստանում երիտասարդ թարգմանիչներին չէին վստահում անպայման պետք է ինչ-որ տասնամյակների փորձ եւ այլն, մենք գնացինք այդ ռիսկին վստահել երիտասարդ թարգմանիչներին, թող որ սկզբում որոշ ձախողումների գնան, հա։ Ես չեմ պնդի, որ բոլոր մեր թարգմանությունները փառահեղ են եղել, լավ են եղել, բայց մենք պահել ենք այդ սկզբում անպայման բնագրից կատարելու եւ դրա շնորհիվ մենք շարժվել ենք առաջ եւ այսօր ասում եմ մենք տարիների ընթացքում միայն մեր կատալոգը որտեղ թե լեզուները տեսնենք գրքերի արդեն 36 լեզվի թարգմանություն կա հայերեն 36 լեզու, դա ֆանտաստիկ արդյունք է հայ իրականության մեջ երբևիցե նման լեզվական թարգմանական բազմազանություն երբևիցե շեշտում չի երբևիցե ընդ որում մենք ունենք որոշ լեզուներ, որոնք այսպես հենված են կոնկրետ մեկ երկու թարգմանիչների վրա եւ ունենք լեզուներ, որոնց թարգմանիչներն ինտեգրալի տարբեր են, կարողանում են նաև թարգմանիչների ոչական բազմազանություն ապահովել, բայց այդ խնդիրը, որ բնագրից թարգմանենք եւ նոր թարգմանիչների գրավենք, դա նաև այս մատենաշարի թելադրանքով նաև իրականացվել։ Այս պահին այս մատենաշարը համարվում է մի քիչ գերհագեցած, որովհետեւ շատ կարծում հավանական չէ այս մատենաշարի գրքերը եւ փորձել կապակցել մեզան բանատացել որպեսզի ինքը թարգմանի։ Բայց ես գրացիելի գիտեմ, ես տեսնում եմ կոտալի մատենաշարի միշտ հիշել, որ այդ գիրքը առաջին անգամ է թարգմանվել հայերեն կամ առաջին անգամ է բնագրից թարգմանվել հայերեն։ Եվ միտված է երկու խնդրի կամ լուծել արտահացեր կամ դեպի ժամանակակից պրոցեսների եւ բացի օրինակ չունեմ Սարման Ռուժդիի հաղթանակի քաղաքը դեպի իր վերջին սպեկտակլորություններից։ Նա չեպեք կատալոգներ են գնում։ Մեր կատալոգի մյուս բաժինը շատ կարևոր բաժին է եւ շատ աղետավոր, որովհետեւ գիտեք մենք հայերեն շատ ենք սիրում մրցանակներ։ Մենք կարող ենք օրինակ տարիներ շարունակ օրինակ Վաչե Թոմասյանի Շիմանալեովան, չէ, բայց հենց որ ֆիլմը Մոսկվայստանա, վարկանապես վազել եւ նայել Վաչեի բոլոր սինթոմները սկսած վիտամինից ու 32 ատոմից, ճիշտ է։ Տեսեք, դա իրականությունը շատ բնորոշ է եւ պատահական չի, որ մեր երկու հայտնի գրողները վերջին տասնամյակների Ռամ Մարտիրոսյանը եւ Պաուսելակը Հայաստանում սիգվատ ընդունված չէին եւ ըստ ամենայնի այս բառը մի քիչ չակերտալով աքսորեցին Մոսկվա, Մոսկվայում տպեցին
մեկը մի հայտնի պոեմ Նոբելի ամսագրում, մեկը պատմվածքներ, էլի ռուսական ամսագրում, ռուսական քննադատությունը գովերքեց Սևակին Հուրանի եւ նրանք վերադարձան Հայաստան որպես հռչակավոր գրողներ եւ մեծ մարդիկ, որոնց ամբողջ մինչեւ այսօր կա։ Հիմա այդ սինդրոմը վերաբերում է նաեւ գրքերի ընտրությանը։ Ես տասնյակ ընթերցողներ եմ դեռ չհավատալով, որտեղ նաեւ գրախանութներում եմ շատ լինում հավաքագրવાનું բաղուց չեմ եղել, որ գիրքը վերցնելու չափանիշներից մեկը այն այն որոնք քանդել մրցանակացած ու հետ որտեղ ինգեներից մեկը ես դեռ ու գերաչքի դեմ էլ չկա լիքը կա այս դեպքում այդ մրցանակների անունը մի անգամից ուներ մեսի ուժեղ գին այդ միշտ չի որ այդպես է եւ բայց տեսնելով այդ մրցանակավորությունը մենք ստեղծեցինք Նոբելյան մրցանակակիրներ մատենաշար սա ես ինչքան գիտեմ հրատարակչական դատում շատ եմ ստեղծել բայց վերջում մեզ հաջողվեց որտեղ մի քանի օրինակ կա եւ մենք այստեղ լուծում ենք մի շատ կարևոր խնդիր գիտեք Նոբելյան մրցանակը արդեն վաղուց 120 քանի տարի հասնում է չէ եւ մենք նպատակ ենք դրել գրեթե բոլոր կամ բոլոր Նոբելյան մրցանակ ստացած հեղինակներին գոնե մեկ գրքով ներկայացնել հայեր գոնե մեկ իհարկե նրանց մեջ կան շատ մեծ գրողներ նա որ կատալոգը ցերտեք մարկետից բազմաթիվ գրքեր կան չգիտեմ բայց շատ ակցիոն օրան համուգին նրանի շատ գրքեր կան բայց գոնե առնվազն մեկ գրքով Նոբելյան մրցանակակիրները պետք է ներկայացվեն այս մատենաշարը այս պահին մի թերություն ունի ասում որ է որ գիտեք Նոբելյան մրցանակը ստացել նաև բազմաթիվ բանաստեղծներ բայց այս մատենաշարում դեռևս բանաստեղծական ժողովուրդ չկա դրա պատճառով է այլ գիտեք չեն առնում, չեն նայում այդ գրքերի վրա եւ այլն, բայց քանի որ խնդիրը դրված է, մենք դա կանենք։ Այս մատենաշարը տարեկան 5-6 գրքով առնվազն լրացնում է եւ ամենակարևոր բանը դες ասեմ։ Սա էլ լավ բան է, որովհետեւ տարիներ առաջ չկար այդ երևույթը, հիմա գիտեք հայաստանյան հրատարակիչները նաեւ պրծակցության մեջ են որոշակի առումով, ով ավելի շուտ կտպի, ով կհասնի որտեղ հեղինակային իրավունք են ձեռնելով նման խնդիրներ կան, բայց դրանից շահում է հայ ընթերցողը, որովհետև դուք երևի չգիտեք երբեք էլ չեք իմանա, բայց Նոբելյան մրցանակը հանձնելուց արդեն մի 2 շաբաթ առաջ, 3 շաբաթ առաջ, հատկապես վերջին 3-4 օրը բոլոր հրատարակչությունների հատկապես առաջատար դրականաբար համապատասխան մասնագետները այն տարբեր ինչ են ասում տոտալիզատորներով, բաներով, տարբեր կայքերով մտնենասով կկանի, էլի ես կասեմ տեսակապատը, որի չափում ընթերցող է հետագայում գրադարան։ Հիմա նայում են ասում 5 պոտենցիալ տեխնատու կա, այդ բանի հարց է, ասում մտածես մուրակամին հաստանալու բաղուց ստանում։ Եվ այդ հրատարակիչները շատ հաճախ ինչ են անում, մենք օրինակ շատ ենք արել, մի տարի տեսանք 6-ան ուժեղ խորախորով կա, դրեցինք 6-ի հեղինակային իրավունքներ առաջ, ասենք որը կսնի կշին, հա։ Երկը բնականաբար մեկը կպավ, բայց դրա արդյունքում ևս 5 հեղինակ շատ տաղանդավոր տպագրվեցին, հրատարակվեցին հայերեն, թեպետ դրանցից որոշները հետագայում Նոբելյան ստացել են Եվ սա է այս ասածից ընդհանրացումը, որ չկա որևէ վերջին 10-12 տարում Նոբելյան ստացած աշխարհում հեղինակ, եթե բանաստեղծ չի իհարկե, որը առնվազն 6-7 ամիս հետո արդեն հայերեն չի լինում։ Նույնիսկ այնպես հեղինակ լավը ես մոռացել եմ գնալ ես եմ խմբագրել, մեր մարդանուն չէ, Աբդուլ Ռամոս իրեն ինչ, ջուրնալը ինչ է, ասում են լավ Բայց Նոբելյան մրցանակակիրներից զատ կան, չգիտեմ, գիտեք թե չէ, մի շատ կարևոր բան, օրինակ աշխարհի մեծավոր գրողներից մեկը Նիկոս Կազանդակիսը, որը էլի մեր հրատարակչության շնորհիվ հնչել է հայերեն եւ նրա լավագույն վեպերը Լուիզ Ռոման, Վերջին փորձություն, նաեւ Կապիտան Միխալիսը, նաեւ մի վեպ, որը դրա հրատարակեցին, դրա մասին բավական խոսեմ, 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, բայց չի ստացել։ 9 անգամ պատկերացնում եք եւ նույնիսկ այս վերջին անգամ որ կրվել է կարծեմ Ալբեր Կամյունին է կրվել, այս Ալբեր Կամյունը ամոթից գետի դրվում է, էլի ինքը էլի Կազանդակիսին պետք է չկան իրան կա։ Ու երբ որ հատկապես վերջին տարիներին բացվում են արխիվները, բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակվում Նոբելյան մրցանակի կողմից, այնտեղ արդեն բաց են նաեւ տվյալները, թե ով քանի անգամ առաջադրվել եզրափակիչ փուլ։ Իդեպ հայ կա։
ավետի սահարունը իրաների վերանալի կերի ստանուների, հիմա տեսեք, ու մեկ է տեսնում ես ինչ անարդար բան, իարկ է դրում չապազանց անարդար բաներ կան, օրինակ մի հատ գրող կար, ես ամը չեմ էտ վիքս է, չիլոտը տպավորվող չեն, կյանքում չէ լսել որում էտ գրողը 18 անգամ էր առաջադրվել, չեն ստացել, բայց դրություն չիմացավ, բայց օրինակ չապազանց անարդարա, ոչ գիտեմ, Նիկոս Կալանդակիսի պես հեղինակը չի ստացել Նոբելյան մրցանակ։ Գրողի չէ առաջ։ Չէ, դրա կատում աներես դինես որ 10 անգամ։ Աներեսն է շատ կան, Հայաստանում ինտերնետի կա, 6 անգամ արել։ Վերջը մենք որոշեցինք մեր արգանքի տուրքը մատուցել այդ գրողների, նաև մեր ընթերցողների ճանաչողական դաշտ այսպես նաև մեծացնել, որտեղ այդ մատենաշարին առաջին այսքիզմին է, որպես միանման շապիկներ, չգիտեմ, միանման դիզայն ու այլն, դա կոնցեպտներ են, որոնք տեղով գիտելիք են։ Հիմա, երբ որ այս մեր մյուս մատենաշարը ոսը հականա, մեր ընթերցողները Նոբելյան մրցանակակիրներ ու այդ մատենաշարը դմարելով կստանան շատ ահռելի գիտելիք, մրցանակակիրների հասնի։ Մենք ստեղծեցինք Նոբելյանից 5 պակաս մատենաշարը, մազանացել որ ստանա, բայց չի ստացել, էլի։ Եվ առայժմ 3 գիրք ունենք այդ մատենաշարով, պատկերացրեք ինչ մեծ գրողներ են, նշատը Սեսիլիո Կալանդակիսը, որի կապիտան Միխալիսը, հրատարակեցին Գյուրգիո Միշիման և Օլդոս Հաքսլին, որը այսեր մետարկի բան է, աշխարհի հայտնիների են ճգնավոր աշխատանքով կամ հայերից, բայց այս Ջոկոնդայի ժպիտը պատմվածքը, որ հրատարակել են, ուղղակի հայտարար քրոջարար պատմվածքներ են, եթե ալիքների գրադարանների վերջին կարդացեք, հատկապես առաջինը, հասկանում համարների իրականում ինչա սեր է այն ամենայնիվ, մի շատ կարևոր նրբություն կա, որ բոլոր հրատարակիչները պետք է հաշվի առնեն, այդ հարգանքն է մեր վաստակաշատ թարգմանիչների հանդեպ եւ նախկինում արած գործերի ջուրացումը։ Ես օրինակ Հայաստանում տեսել եմ տարբեր այսպես մոտեցումներ, որ դնում են ընդհանրապես նույնիսկ բարձակից բանից դնում նորից ինչ-որ բան են թարգմանում, երբ որ ասենք բարձակը հատկապես փառահեղ թարգմանված է հայերեն, Վահեն Քայարյանի, Լևոն Մարուսյանի, մյուսների շնորհիվ մեր մյուս նպատակը որն է, ահա այդ հարգանքը բերել և ցույց տալ, որ այնպես չի մենք մոտից ենք ընկել կամ հիմա ինչ-որ բաներ ենք անում մոտից ենք ընկել, այլ որ նախընթացում արվել է և համակարգվել է շատ կարևոր աշխատանք։ Այդ առումով մենք ստեղծեցինք Բաբելոնյան գրադարան մատենաշար, ովքեր գիտեն այդ Բաբելոնի առասպել արտադաշնչից խառը և մանավանդ կարծացել են Խորգե Լուիս Բորխեսի Բաբելոնյան գրադարան պատմվածքի շատ լավ կհասկանան այս մատենաշարի էությունը։ Տեսեք, եթե դուք տեսնում էիք մոտակի մատենաշար և գիտեիք, որ այստեղ անպայման նոր գիր կա, առաջին անգամ հայերեն նույնիսկ տեսնում, ապա երբ որ տեսնեք Բաբելոնյան գրադարան մատենաշարից գիր, իմացեք, դա վերահրատարակությունն է։ Վերահրատարակություն, որը մատուցված է նոր դիզայնով, նոր մոտեցմամբ և ամենակարևորը թարգմանությունների պարագայում նաև նոր խմբագրման, անպայման նոր խմբագրման, որտեղ ինչքան էլ մենք բարձր գնահատենք մեր նախորդ թարգմանիչների կատարած աշխատանքը, այնուամենայնիվ անախորոնիզմներ կան, բաներ կան, որոնք պետք է վերանայել, բայց ես ձեզ ուզում եմ նաև ասել, որ այդուհանդերձ մի թարգմանություն կա, որին ես որպես խմբագիր մի բառը չեմ կարողացել կպնել։ Այդքան իդեալական թարգմանություն էր և սա էլ լեզվաբանական տեսանկյունից վերլուծելի հարց է, որտեղ մեր լեզուն 30-ականների կեսերի Չարենցի պատմության մյուսների շնորհիվ ասած որոշակի կատարելության, որը բնականաբար պետք է փոխանցվել նաև թարգմանիչներին, և դա իներցիայով տևեց մինչև 40-ականների վերջ, իսկ 50-ականներից սկսեց փչացնել ամեն ինչ, որ հարկ կլինի նաև դրա մասին խոսենք այդ թարգմանությունների լեզվի, ինչ ժամանակիր աշխատանք է դրանք վերահրատարակելը և նույնիսկ ոնց են վերցրել օրինակ 20-ականների, 30-ականների օրինակ Ջոնաթան Լիվինգ չէ, ոնց է Գուլիվերի ճանապարհորդությունները հրաշալի թարգմանված Կարեն Միքայելյանի կողմից 34 թվականին հրատարակված անուններից ոնց են վերցրել 53 թվականին հերնանից է։ Վերցրել են ռուսերեն համապատեն ռուսերենով վերջը։ Հիմա այդ գրքյանը չտվեցի, դա Ալֆոնս Դոդեի պստիկը վեպն է, Վահե Միքայելյանի թարգմանություն։ Այնտեղ մի կարևոր մշակում եք այդ գրքի կողքին, երբ որ բուն բնագիրը վերցրեք նայեք 47 թվականին տեսակ, խմբագիր Աղետիկ Իսահակյան։ Սա
Ընտի օրինակը ամենավումով և կարող է այսօր ուսանելի լինել նաև հրատարակիչների համար, որովհետև կոնկրետ մենք էլ այդ առումով չենք փայլում, բայց շատ լավ կլիներ, որ այդ աղանդավոր գրողների շատերը, ովքեր որ լավ լեզու ունեն, նյուղ կոչված ունեն, զբաղվեին խմբագրական աշխատանքներով և մեր թարգմանական գրքերը դրանցից միայն շահերով։ Իդեպ ձեզ մի բան էլ ասեմ, իդեպ, որ այն սկզբում որ նոր էինք սկսում ես գրքերը տպագրելը, ես սենց թայնում էի գարատել։ Ինչ չեք երազը որ ունենանք, մենք տապում ենք էլ, և իս թվում էր, թե դա հերիք է, չէ՞, բայց մեկ էլ երբ որ դա դարձավ սովորական, մեկ էլ տեսան լյոր ինձ միտեղ թրվի։ Երկրորդ օրը Facebook-ով այսինքն սկսեցին ինչ-որ դիրքավորել, որտեղ աղբեր լավ է կարա թարգմանել, բայց ես ինչ այս ինչ սխալ է եւ այլն։ Եվ ձեզ ասեմ, որ նաև այդ նոր դիրք կոչվածի մեջ ինչ յուրահատուկ մետամորֆոզ կա հիմա, էլի։ Տեսեք, մի օրինակ բերեմ, 2018 թվականին մենք տպագրել ենք Ջոն Նյուտոնի 1984 ստեղծը։ Կամ այդ նույն թվականին էլի քույրերի հիշեմ, շտապել ենք Ստամբուլի բիջը էլի շտապել։ Մենք այդ տարիների ընթացքում ինձ օրինակ նամակներ են գրել, որ այս հապատը լավ չի թարգմանել, այս կտորը ինչ-որ լավ չի կարողացել, թե ինչ-որ բացողում կա եւ այլն։ Ես ասել եմ շնորհակալություն, բարդ։ Եվ մարդիկ զարմանում են, որ սիրելի շնորհակալություն գրեք, ուղղակի ես դրա համար մենք այս տարիների ընթացքում հիմա որ գնանք մեր օղերը վերցնել, հենց հիմա գրախանութում, չգիտեմ գրադարանում օրինակ էլի։ Այս մեր լանություն։ Ուրեմն գրքերը մենք ընթացքում ենք նկատառումները, դիտողությունները հաշվի առնելով, կապտան միայն 1984 Աթիկաշապեկյանը 3 անգամ վերանայել։ Մանավանդ երբ որ դիսողում ենք գրքի մասին դու ինչ չեք եկավարը։ Չէ։ Բայց քո ժամանակը դիսկից է։ Այդ ժամանակ երբ որ դիսողում Տիկ Շույանի խաբար տալով իմացան, որ այնտեղ բանալ պաշտպանվում, տեխնիկական գործում ես թարգմանության վերաբերյալ մենք այդ թարգմանության դիտողությունները վերցրեցինք և ասեցինք մի անգամ եմ։ Պատկերացրեք, այսինքն դա չի իմացել։ Հա։ Այս պրոցեսները անդառ նաև կատարյալ ոչման մեջ դրա նոր գիրքը մի քիչ հարաբերական է, կարևոր թե ինչ կոնցեպտ ունես, ինչով է շարժվում ապրել։ Հիմա այդ հարգանքի դուրքը մատուցելով և մոռանալով նաև մեր հայ դասականներին մենք այս Բաբելոնյան գրադարան մատենաշարով ստեղծել, որտեղ դրա հրատարակություններ են խորհրդային երբեմն նաև խորհրդայինից առաջ որքան Զուդերմանի հոսը, որը 10 թվականի թարգմանություն է, ֆանտաստիկ թարգմանություն է, 10 թվականին էր կարել, 1910 Ահա այդ լավագույն թարգմանություններն են այս շարքում գրված, նաև մեր դասական գրողների բազմաթիվ գործերը, այդ Ռաֆիկ Կիմիչկին, Արտոսը, Աքսել Բակումսը, որոնք պետք է այսօր ներկայացնում որոշակի նորորի։ Սա է մի շատ կարևոր հարց է, որ գրադարանները ավելի շատ կտան, երբ որ այս նորը եկավ կարես, և Կարծեմ երկար գիտ կա է իզդից առաջ էլ ենք։ Անտարսը իզդից առաջ և իզդից էլ է։ Կարծեմ երկար գիտ կար և պապալի ինտերցանություն մատնաշարը բուրգեպի կարոտև մարգարիտանը և գիտ կար և վիշում եք, որ ասում էին ներում մրցանական աղորն է։ Ներում նաև նաստալգիկ է, չէ հայր, նաստալգիկ է, հատկապես 2000-ականներից սկզբին Եվ ինչ-որ անցյալ, հիմա էլ տեսած կրնեք մեկել են 90-ականներին քյասին նոր պարիներ են կծեն, դա մի երջամություն իրիքնան, դες չի։ Մեկ տվերն է ասեց, քանի որ նոստալգիկ են միրոնք, եկեք այդ տարատեսակ արդեն որ համակարգչային շարված կենթաներ, կարդում Խանուզյանները ստեղծելով, ստեղծել էին գրքի նոր անունով տարատեսակ ենթեք, ինչ որ մենք գրքերը կարդում սովորել բանվա։ Այդ դրա նմանությամբ դարձակ է, որ հայրը տեսնեն ինչ նման է, իրեն սովետական ժամանակների չեն ու այդան ամեն են գրքերը։ Ես ասի չէ հապել, դա սխալ կայր է, վերջը, չամոզեցի արեցինք և մենք ունեցանք բազմահազար դիտողություններ, բազմահազար թե այդ գրքերը չեն կարդացվում։ Պես որտեղ մենք մոռացել էինք մի շատ կարևոր էսի գործում գալիս են նոր մարդիկ ի վերջո, նոր աչքեր, չէ, և տեսանք, որ իրենք ուրիշ բան են ուզում, ուրիշ տապ, ուրիշ կապ և այլն, և մենք մի փորձ արեցինք, դրեցինք, հրատարակեցինք Գևորգ Մարտիրոսյանի վերը։ Ուրեմն գտնում էին շուկայում այն բուկինիստների մոտ 500 դրամով, 500 դրամ, բախտեր 400 դրամ տալիս էի սա այդ գնով Գևորգ Մարտիրոսյանի կա։ Ասիկ փորձենք տենանք ճիշտ է, որ այս տերուտը նորը էլի ամեն դեպքում,
Եվ հավատացեք, որ դա Ձեր թարգմանությամբ։ Ուրեմն, ես գիրքը տպել եմ 2 տարի 50-60-ը չի ծախվել։ Ես ամեն եկ ամիսը մեկ մեր ցանկերը վերդում տնամ ինչ առաջխաղացում կա, որ գիրքն ուզում դառնա բեսը դրպեմ, որ ոստայդը տրենդերը հասնում էլի։ Որ վերջին տնամ ես պարոն դադրես մի ճեղքի դա ճեղքում աշխարհությունը գնա գալիս է էլի ֆուտբոլային դեպքում։ Ես ինչ գաղտնիքա, ես ինչ գաղտնիքա։ Վերջի որ կողմից չի հասկանում իր գաղտնիքը, մինչև մի օր որ արդեն մնացել Instagram-ում գրացել, գրացել Instagram, հետաբար մեր 4-5-րդ տոնում տեսամ մի հատ աղջիկ գրքի շապիկը այստեղ կա, որ նայեք ավելի լավ պատկերացնել, ուրեմն գրքի վրա կապույտ ֆոնն է առնում երկնքի ելույթի երկու շատ գեղեցիկ ֆրանսուհի կարմիրից գրքով sense պարասան։ Ես ամի հատ աղջիկ էքստիլով արկած, սուրճը ձեռը բաժնում է դիգներ տանած, բայց հետո Instagram-ում ստորի է դարը ինչի է Հետո մեր դիզայներները կհիշեն, սեդում դեր մոտեր է կապ։ Եկա ասի ժողովում ուրեմն դա շարք է կանում և գրքերը դենց են կանում, որ բոլոր շորիկների գիրի գիրքը։ Բոլոր շորիկների և երկրքի կապուտի և ասեմ չասեմ, էլի մանուշական և պապայարև դրանից աշխատողների ու կարգապես երիտասարդության շրջանում ես չեմ հիշում։ Գնացեք անգամ, ես դե շատ եմ գնալ հրախանութներ կանգնել տեսնել մարդիկ ինչպես են գիրք ընդունում, վերջո ինչ են ընդունում, երկար են պատմում, բարակ են գալիս են, ան չէ որ բանի վերացում դնում։ Հետ մենք ենք բոլոր ժամանակ, կարողերով նայում էինք, դե փող չկար, դո այդ փող աղջիկից բանի վերցում դնում։ Այսքան մարդիկ որ ժամերով նայում են, վերցում ես նայում սազում ես պետք է այդ զենքները բաները սիրում են։ Ձեր հիմա դուք ինձանում եք, բայց շատ աշխատող բան է, շատ աշխատող բան է, ու երբ որ գրադարան կգա որևէ չկողմնորոշված ստեղծող կասի ինչ գիրք առաջարկեք, նայելի գիրքների մեջ հատկապես աղջիկը, որ կապ չունի ով է Էրիմանի։ Իդեպ ես Բաբելոնյանի մասին մի շատ կարևոր տեղեկություն էլ հայտնեմ, ես ինքս սիրում եմ արժևորել։ Երբեմն ինձ ասում են դուք ես բոլոր դեպքերի շնորհավորությունից խոսում ես, տարբերություն չեր դնում սրա մեջ, իրականում ես դնում եմ շատ նրբորեն և հասկացողը հասկանում եմ։ Մեկի մասին կար եմ խոսում, մեկի մասին կարդ եմ խոսում, մեկի մասին շաբլոն եմ խոսում, մեկի մասին ոչ շաբլոն եմ խոսում, և նույնը վերաբերում է նաև գրքերի հրատարակման պրոցեսում։ Ես օրինակ, որպեսզի ցույց տամ, որ իմ ապրած ժամանակի մեջ որոշ գրողների մուսներից շատ առանձնանում են, իրանց բերում են և տպատվում են հարկե չեմ հանում, մարկերը բարի նարդոսի, շիմանտարների մուսների հետ նույն մատենաշարդ։ Չեմ ասում, ես կանկանուներ դասականի համարդ եմ, բայց սա հուշով որտավիտ է, և դրամով և ոչ բոլոր է։ Ռապավորովին Վահագն Գրիգորյանն է, Գուրգեն Խանջյանը, որում ընտրված վերներով, որում ես տրուս է։ Եվ մի շատ կարևոր բան ոգիների շարքը, ես շատ եմ սիրում ոչ թե պեղել հեղինակների, այսպես ասեմ էլի, այլ որոշ հեղինակների նոր կյանք տալ, որտեղ մենք ունենք շատ տարբերություններ, շատ տարբերություններ, որոնք տարբեր հանգամանքների բերումով այսպես լուսացնում են հայտնվում, բայց արժանային ամենակարևոր ուշադրության ու այդ առումով մենք վերահրատարակեցինք Վահագն Գրիգորյանի վեպերը Ադամամութը տեղափոխությունը։ Հիմա ջահելները նոր ընթերցողները կապում, ինչ շետ է դրա, ինչ շետ է դրա, ոմենտ քիչ եք իմացել այս գրողի։ Բաղի Շովսեփյանի Զորայր Խալափյանի վերահրատարակել վերդերությանի, որպեսզի այս տարբերությունը կատարյալ լինի։ Անցնեմ առաջ։ Կավա շատ եմ խոսում։ Հենց ջոդեք չի լսում ասեք։ Բայց գրքերի Հեսա այս մատենաշարը նորությունները, չէ։ Լավ, առագանց, ես մեր արկելված գրքեր մատենաշարն է, ուրեմն ես մատենաշարը մեր առաջի մատենաշարերից է, որի մասին կարշատություն, պատկերացում և լեվդեր գրեցին տասնյակ հայրախոսական հոդվածներ են, այլենց գտնում խաբարը չեն ինչ ամիջ է, լսել են արկելված գրքեր, գիտես սա հայլանարությունն է, հիմա արդ հոտրալոտելով աշտորապես հայտարում, ես դերյակ է կար խուժան շատ ավելի կար այլ մատենաշարը։
ասենք քանջանի հիվանդանոցը ունեք, այստեղ դրագեցության վեր չկա։ Հիմա բայց այստեղ ընդգրկված են գրքերը, որոնք տարբեր ժամանակներում աշխարհի տարբեր երկրներում ինչ-ինչ պատճառներով քաղաքական նաև այլն երկու աբսուրդ պատճառաբանությունները, որոնք այսօր կարող են ծառայել, թվան արգելվել եւ արգելվել են տևական ժամանակ, հա։ Այստեղ գրքերն են բոլորը թարգմանված բնականից բնականաբար կան նաև այս ես դες ասում որ իմ ամենամեծ իմ կյանքի ներդեր գրումներից եմ համարում Բագրատիչ Արմենի Երևան դեպի վերահրատարակությունը սա այն գրքերից է որ նաև Արամ Պաչյանի օգնությամբ Վրաց Սարեբեկյանի դժման միջոցներ մենք իսկապես օրինակ տվեցինք այս գրքին որտեղ սա 30 թվականին տպագրված անգամ հեղինակի կողմից մոռացված պարզապես Գուրգեն Մահարովի հոդվածում հիշատակված գիրք է որը վերջի տարիների ամենաստիպված բնականաբար գրքերից է Հայաստանում Միակ մատենաշարում ենք, սա այս է հետաքրքիր ֆենոմեն է, ես էլ պատմեմ, ուրեմն կա մի շատ տաղանդավոր թարգմանիչ Ռուբեն Գուրյան, բանահացել է, որը թարգմանել է Դանտեի աստվածային կատակերգությունը, գրողնեությունը ժամանակ մեկ պատմվածնացում է գրադարանում կա 3 հատոր որոշումներով ծրագրերի, Յոր իր կինը եկավ պատմեց այդ ձեռագիրի մոտնը, ես ուզեցա, որ այդ գիրքը լինի հայերեն, և Հիմա տանվում ենք ոչ մի մատենաշարի մեջ չի մտնում, ասի լավ, թողսալեդի միակ գիրքը, որը կլինի միակ։ Եվ շքեղ մեծ անով տապեցինք, սիրում սուպեր շատիկով և այլն, բայց երբեք չենք մտածում, որ նա մատենաշար կրայ։ Բայց հետո եկավ Գյոթեի ճարապահություն Իտալիան այլ գրքեր, և դա դարձավ մատենաշար, որ անուչիքի, բայց առաջին գիրքը բայց այստեղ վասական կոթողներ են, մինչև 20-րդ տարիքից և դրանից վերջինը Մարտեն Պրուստի կորուսալ ժամանակներում որոնելիս դեպի սվանապետնա ֆրանքսերի զարված ձևերուսացյանի կողմի հայրում թարգմանություն, սա է հետաքրքիր բանը, այս գիրքը հայերեն եղել է, բայց մենք որոշել ենք էլի այս արդեն մեկնաբանությունները թողնում ձև։ Կոթողներով նայել ոչ և այլն դրյալ։ Իմ ամենասիրած հատվածը մեր հրատարակչական գործի, որով ես պատմում եմ, և որը այդ խորհրդային ժամանակներում նախադեպություն ունի, մեկ մեր մատենաշարերն են նվիրված ժամանակակից հայ գրողների և հայ գրականության։ Ես դες երկու փաստ եմ ասում, մնացածը դուք կհամադրեք, քան որ ապրել եք, զարակի տարիքով եմ եկնում։ Ուրեմն մինչև 1996-97 թվականները հայ գրողը ուներ մի խնդիր, ոնց տպի իրար գիրք։ Եվ ամեն ինչի պատրաստ էր եկնում դրա համար, այդ ժամանակ էլ եմ սպիկ հայերը գալիս էին սանց էին, բաղ տպում էին, ուրախանում էին, գնում էին, էլ խոտ չկար, որ դարապանի վաճարքի, չգինեմ հանրաճակ էր և այլ։ Ընկերներով դրա խոսում են և այլն։ Հետո եկավ պետպարտեր պետաջատության ժամանակը ինչ-որ մի վեր թեթևացավ, բայց այդտեղ էր ինչ-որ ուրիշ բաներ կային, գրողներ կան, որ երբեք չէին ստանում այդ փողը, գրողներ կան ամեն տարի էին ստանում անարդարություն, բայց այդտեղ էլ հարցը չէր լուծվում, որտեղ երևի քո ժամանակի դեռևս պահպանված են եղել այդ տիպ կալեկտերի գրքերից, այդ գրքերը տպագրվում էին, մեծագույն մասը տանում լցվում էին տիպ կալեկտեր, ընթերցողին համարը չէին հասնում և հայ գրողը ստեյության ու ճանաչվածության խնդիր չէր լուծվում։ Երբ որ 2012 թվականին ես եկավարես, իմ պայմանավորվածություններից մեկը պայմանավորություններ կներել են որ մենք հրապարակենք ժամանակակից գրողների այս մոդելով և ասի ես քեզ խոստանում եմ 5 տարի հետո ինտերվյուսա, 10 տարի հետո սա, 15 տարի հետո սա և այլն և այլն։ Այդ ժամանակ դեռևս պետպատվեր պետաջատություն գործում էր մեկ մոտին դոկտորել դրանից, առաջին գրքերը բանաստեղծարանի, Արիցի Ամերիկայա պետաջատական ավտությունն արդեն Գավրիլյանի Տերպանի դրանցով ենք սկսել հարավի ժամանակակից գրականությունը, բայց հետագայում շատ համավեցին և ստեղծեցին 21-րդ դար մատենաշարը հավատի հայացը։ Ես կարող եմ պնդել, որ մեր իրականության մեջ տպագրվող ժամանակակից հայ արձակի լավագույն գրքերի 90%-ը այս մատենաշարը։ Մի բայլդյանման անդեր բայրում կարող եմ պնդել, որ չկա այդ խորհրդային շրջանում որևէ գրականություն, որ մեր չափ ժամանակակից հայ գրականություն տպագրած լինի։ Ընդ որում մենք դա արել ենք մեր
ներդրումներով, այստեղ գրքերի 99%-ը ավել է մեր ներդրումներով հիմարած, սա ինչ կարևոր բան է։ Գրողները հետամն այսքան դժգոհում են ասում են օրինակ քիչ է տալի, բայց մենք այդ օրինակը քիչ տալու զատ ուզում ենք այլ հարցեր, դրանք պատճառում ենք, տարածում ենք դրադարներ են, համանդրում եւ այլն, ամենակարևորը, այն ժամանակ որ գրողներն ասում են դուք որակ ստանալ, ասում են ախպեր գիրքը տալի հերիք է։ Հետո երբ որ ասեցին ստանալ, ասում են ախպեր քիչ եք տալի եւ այլն։ Հիմա մենք ասել ենք արդեն երրորդ ունի, շատ կարևոր է այստեղ նախարարության դերը պետք է մնալու, հայրենականությունը, թարգմանությունը դրագրի, որ մեր գրողները այսօր տպագրվում են դրսում եւ երկրում ստանում լավ հովի կարգերի շարժեր։ Վայ, երկու հապուկ էլ ասեմ, որ ախր այնքան բացություններ կան ես գրծիկորություն։ Ծայրը չի երևում, մի հանդիպում ես էլ ասեմ, որ ես աշոտ կարել է, են մարկետինգների երկերի շում ուրեմն շատ կարևոր է գրադարանամանների համարել և բոլորիս համար գրադարաչական գործի մեջ հասկանալ ինչ և ինչպես է ուզում ժամանակակից ընթերցող գրքին փող տվող կողմիտասն, որ գրքան փողակալի գրք է։ Երբ որ մեր հայրերը ֆապերը ասում են, այ սովետի վաղ, գիտես մենք ինչ կարդացող էին կարա դուկով են բան, ես դիտավորյալ արդեն դեսպարմեն եմ, ես դիտավորյալ գնացի գրախանութներում հետավերություն արեցի, մենք ֆեյսբուքյան խմբերում արեցի, ով է դնում գիրկա, ով է գրպանից համուն փող տալի գիրկա, միակ այդ տարեկի մարդ չկարա, բոլորը ջահելներ են, ամենաակտիվ սեգմենտը 20-30 տարեկան մարդիկ, որոնք փող են տալի գիրք են անում, այսքան են մի սպա, իսկ այդ մեր վաղ մի հատ գիրք չեն արել, մի հատ, մի 5-6 հոգի կան, բացակի Հիմա, այս բայց մի շատ կարևոր միացություն կա, ժամանակակից սերունդը չի սիրում հաստափող գրքեր, եւ պետք է կարողանաս գրողներին իրենց մատուցել կուտուր։ Ես այդ պատճառով մեր գրքերը օրինակ, իսկ գալի հասկացած կուտուր են, յուրաքանչյուր մեր մատենաշար ունի իր ճտերը։ Նոբելյաններ ունի, օտարգիրներ ունի, բոլորը ունեն ճտերը, որոնք եւ գնային անունով են մանչել, եւ ընթերցող իդեպ մեր գրքերի մեծ մասը ջեսի գրպարում մտնում ունեն։ Հիմա ինչ արեցի, էլի ես սա հետապատել եմ, հետո որովհետև Սարոյան մեդահրատարակ է, հետապատեցին շուկան ասին իմ իմար չունի, որտեղ այդ սովետի բախտը 4 հատորը կա, ով աղնում, 4 հատը 2000 ոչ մի չի աղնում, ինչ-որ մետ նարին տպել է մեծ մարդ ձեր չեր տալի, ես ասեցի գաղթինքը ուրիշ տեղ է, և Զահրան Գոյաջյանը տարածավ ես Սարոյան մատենաշարը, գործերը կուճուր գրքերով տալիս է, սակում են իմար։ Եվ մենք ունեցանք հայրիկ դուխ հետես մայրիկ ես կես չգնան երկերի ռեկորդային վաճապը, ռեկորդային։ Ես գիտեմ, որ գրադարները մեր պահանջարկը շատ մեծ է, ահավոր մեծ է։ Սա էլի դաղդիկ և դրանից ոգեշնչված մենք առասում ենք դարած, բուշ է, պավկար և այլն։ Եվ մեր սիրուն մեր մատենաշարի մասն ասում պարում գրադարները, որտև շատ կարևոր մատենաշարը, տեսեք, հրատարակչական գործը մենակ գիտ տպել, ծախրել, փոխել դերել չի, հրատարակչական գործը նախևառաջ մեր ճաշակ ձևավորում։ Ես չեմ թարցելի և ասեմ, եթե մենք հարված դինենք միայն ճաշակ ձևավորում, մենք չորդորենք փախվենք, որտեղ դժվար է, լամեր կա երկու սկզբունք, սպասարկել և թերապել, սպասարկել, թերապել։ Եվ ընթացքում մենք տեսանք, որ այս բառը փոխվում է աստիճանաբար։ Այդ սպասարկելու արդյունքում ճաշակավորները նաև շատանում։ Եվ բեր մատենաշարը դրանով դիտված, այստեղ նախկինում համարյա երբևէ հայերեն թարգմանված, չթարգմանված պիեսներ են, որոնք տպագրել են, որ մարդիկ դեմատել են։ Եվ վերջինը որպես աղբում այս գլխին կանք 5-6-րդ տարի։ Մի օր մի տղա ասեց, շատ լավ գիրք օրինակ ես ինչ վեպը, բայց ընդեղ տերմիններ բարեր կան, ասեց այդ տերմինները գիտարցական հոս, մարդ պետք իմանա, որ գիրքը հասկանում։ Ասենք հոք և հասկացանք մի շատ կարևոր բան։ Մենք տալիս ենք գիրք, աշխարհի լավագույն գրքերը տալիս ենք, բայց չենք տվել գործիքներ, որպեսզի նրանք այդ գրքերը կարդան։ Եվ դրա արդյունքում ծնվեց Գամ մատենաշարը, գիտությունը արվեստ մշակույթ, որը տեսական գրականություն է, մի թերություն ներ մատենաշարը,
աշխարհը նույն գույնով են տալները, խաղում, նոր գիրք է լուսնելու չեն անում։ Եվ դրա համար որոշեցինք էլի կգամասենը աջակցություն, սխալում։ Կգամասենը աջակցություն Պենսիելի Արամ Թոփչյանի բնականաբար այգի թարգմանության վերաթարգմանել ռեբրենդինգ անել գազམ շարը եւ դա սկսել ամսօկտեմբերի անճարեղ պոլիտիկայով որպես ինքը բոլորի եւ այս մատենաշարը շատ շարունակում է վարել։ Ես դեռ ժամանակ չունեմ խոսալու մեր մանկական գրքերի մասին մարքեթինգային գրքերի մասին պատանիներին հասցեագրված գրքերի մասին, բայց հիմա առնվազն ես մի քանի գրքի առարկով Չես գրքեր են դեպս։ Չէ, գրքերը ճիշտ ասացիոնացնել։ Դուք ես ունեք օտարգիր և ունեք համաշխարհային գրականություն։ Ինչով է տարբերում այդ երկու մատենաշարերը իրարից։ Ես իմ ոսկու կապը նշեցի, որ օտարգիրում չկա որևէ գիրք, որը առաջին անգամ թարգմանվել չի հայերեն։ Ասալարեցնող թարգմանություն։ Իսկ համաշխարհայինում Համաշխարհայինում հատկապես Բաբելյան նորանում մենք դուք ենք տալիս մեր թարգմանիչների եւ լավագույն թարգմանությունները։ Իսկ պատանեկան գրականություն։ Պատանեկան դա հիմա անդառնալ եւ արտավազդի գրքերի օրինակ։ Սա շատ կարևոր է, այս մեր գրքերից է, ես հիմա հաջողություն որ բացեմ եւ մենք հատուկ ունենք որ նոր գրքերը տպավորվում գները ես եմ դնում։ Դրամատ էլի Հենց հիմա կարող բացեմ նոր գիրք երազինի, բայց այս համակապար նորերը ներկայացնում է սա շատ կարևոր հատուտա պատանեկան գրքեր։ Հիմա տեսեք, այս է ուսումնասիրության հարցը։ Մի օր նստան մտածեցինք, շատ ենք մտածել։ Դուրս հիմարը նստան մտածեցինք հետևյալ, տեսեք։ Գնում ենք գրախանում, մանկական գրքերը շատ հատ վաճառվում է, չէ՞։ Եթե վաճառվում է, ուրեմն առնում է։ Եթե առնում է, կարիք կա, կարդում է, չէ՞։ Ուրեմն մենք ունենք կարդացող մանուկներ։ Հարց, ուր են ամ հետանում եք հանճարեղ երեխեքները։ Մենք ծանոթ չենք կարող։ Մենք կարող ենք նրա համար գրել տարբեր պատճառներ, չգիտեմ, դասերը շատ է, ընկել են էկզամեններով տվել, աղջիկներ կարդեն բաներ այլն։ Բայց բազմից չէ, մենք միշտ ամեն ինչ գցում ենք այդպես բաների վրա, բայց իրականում կան լուրջ պատճառներ։ Գնացինք հետազոտեցինք, տեսանք կա մի շատ հիմնավոր պատճառ Հայաստանում ուղղակի չկան գրքեր պատանիների համար։ Ուղղակի չկան, 10 տարեկանից հետո գրքեր չկա, եւ մարդասը դառը 15 տարեկան գնաք չկա, ուղղակի չկա գրքեր։ Մենք փոխեցինք, իհարկե, հետո Հարի Փոթերը որ մտած անում դատարանության, դա շատ կարևոր բախում է, որտեղ ինքը Ինչ արեցինք, դե ոչինչ գնա ես նստեի մանկական գրքերի, որտեղ պապը ամենաբաղ բառը պատանեկան գրք գրել է։ Մենք սկսեցինք վերահրատարակել նախկինում թարգմանված հրաշալի գրքերը Ջուլիանից, չգիտեմ, Ռոբինզոն Կրուզո, մյուսները եւ այլն, տեսան որ երեխեքը մանավանդ որոշակի բառերով առնում են գրքերը եւ կարդում են եւ շատ սիրում են։ Գումարած դրան արեցինք հաջորդ կարևոր քայլը, օրինակ շատ ճանաչված գրողների, օրինակ Ջուլիանից թարգմանել մի վեբ, որը երբևէ հայերեն չի եղել, եւ Ֆրանկ Կամրազյանն արեց Կարպատյան դեպքը, որը էլի շատ սիրել են մեր ռեժիսորները էլի դուքեր ու կային։ Հասանք երրորդ ամենակարևորին, դա ոնց անենք այս մեր հայրենիները։ Նստան երեխեքի համար գիրք դրել։ Իսկապես մեծ աշխատանք են տարել մեր գրողները, որ կան այստեղ հանդիպան, այդ համարեսերինակը, ասեք ակումբ քանի անգամ ասեն այդ երեխեքի համար գիրք։ Եվ համառորեն ոչ մեկ չէր գրում, ոչ մեկ չէր գրում, ինչև գրվեց Արտավազդ Երազարյանի վիշապաքարի գաղտնիքը։ Ես չեմ ասի որ սա առաջինն է, որտեղ էլի են գրվել նախադրվել կամ, բայց այս գրքի հաջողությունը ուղղակի խավարել է, ինչու երկու կարևոր հատուկ կա այս գրքի հաջողության, առաջինը հենց այդ աշխարհն է, որում ապրում են այսօրվա պատանիները։ Իրենց դպրոցն է, ինչքան էլ մենք ասենք սերը հավերժական զգացմունք է, բայց այնուամենայնիվ մեր վաղ մենք ուրիշ ձև ենք մոտենում աղջիկների, հիմա իմ տաղ են բռնում ուրիշ ձև աղջիկների։ Դա դարի ես իմ պատմությունը ոնց պատմում ամոթխած այսինքն նույնիսկ այդ կարգի հարաբերությունը պետք է դեպքում կա ելնա։ Եվ երկրորդ գիրքը ունի շատ լավ լեզու, երբեմն նկատողություն են անում, որ ժարգոնային տեղեր կան եւ այլն, բայց ես միշտ դրան հակակարծում եմ, որ գիրքը գրված է կենտրոնի հայերենով եւ հեղինակային տեքստը առնվազն չի։ Եթե նմանատիպ բառեր են դրանք դիալոգում են
եւ մարդիկ խոսում են իրենց բնական լեզվով։ Այնտեղ քուչի մարդիկ կան ինչ-որ ռեսեպտի տղեկ կան իրայնի։ Եվ այս գրքի հաջողությունը այնքան մեծ է, կամ շատ մեծ բականակ վարժապետ, այս գրքի ազդեցության ես ասեմ 10 դուք ասեք հարյուրավոր դպրոցականներ գնացել են Աշտահան լեռ Արշավը։ Որպես այս գրքում պատկերված հիշատակարը այս գրքի ամենակարևոր էլի բաներից գործառույթներից մեկը որն է հիշում եք պատմական հիշատակարի ազդեցությունը այսօր դրած է։ Նա որ գնանք այս պատկեր շարժումը դրած։ Դեք ինչի։ Որտեղ այս գիրքը նաև դրամատիկ է, որտեղ այս հերոսները վերլուծում են, որ հիշատակարը չի կարող ապահովել, ինքը պետք է տենց անել։ Այս գրքից հետո այդ հիշատակարը այսինքն ավելի լավ բան գործառնականություն գրքի համար անհնար պատկերացնել եւ իմ կարիերայի այսպես խմբագրական եղավ նաև իմ էլի փառահեղ բան, որը շատ կարևոր է, գուցե աշխատող գրվեց այս գրքի շարունակությունը քարի վերջը ընթերցողական պահում Երեքակը ուզում էի որպերան ես բահարնի աստրիկը վերջը մեծանում ինչ ես ինչ է անել գիտեմ ես օրնակ ես գրքի վիշատարանը վզգոյ դա արդեն վիտա աղողա է սա և ես գրքի նմանության ոգևորության յուցը իրարից անգավ երկրման հիմա ես շատ լավրեմ որ Հայաստանում ես գրքեր գրվում են հիմա Հայկովյանն է ինչ-որ շատ սիրուն դեպեր գրում Կիսանեն և այլերից մեկը պահվածել է Արմեն Գրիգորյանն է երիտասարդելի տղայա, որ շատ մանկական պատանեկան գրքեր է գրում, այսինքն տեսնեմ, որ այդքան էլ վախենալու չի այս ոլորտը և ամենակարևոր ոլորտն է, որտեղ իրանք էլ ալբոմն է շատ է խոստովանում, ես երրորդ գիրքն է, ինքը բազմաթիվ հանդիպումների է եղել, տարբեր սարանների է, բայց հավատացեք ես իդ եղել եմ շատ դպրոցներում չկա ավելի գերազանց տպավորություններ թողող հանդիպում, բան իսկան ուջուր երեխեքը բան փայլով, բան աչքերով կապսնսնց ֆանտաստիկ զգացողություն է գրողները դրաման յուրի պատմվածքն Մենք Սարոյան Մարտենաշարը հիշում ենք, չէ՞ որ ասում մենք սկզբում էսի նոր գրքեր ենք ներկայացնում, սա բացառապես թափ գիրք է, իդեպ որպես թափություն, ես ես 3 գիրքը այսօր մտնում եմ Մարտենի զանգայում։ Չենք հավատում։ Ես ստեյլի կար, չէ՞ որ ուշտերից է դրան չէ, դրան ես տերում եմ Մարտենի զանգայանի։ Այստեղ է, մենք Սարոյանի դեպքում էլ Գիտեք, շատ կարևոր է, որ ցանկացած մարդ գրադարանավար լինի, գրադարակիչ կլինի, ուսուցիչ, վարորդ, գիտեմ, ինչ ուզում է, լուսանկարիչ, գիտեք, ես իմ պրոֆիլի նկարը շատ քիչ եմ փոխում, որտեղ ինձ լավ չեմ նկարում, վերջանում որ փոխել եմ ֆոտո, բայց դրա համար չգիտեի որ Արևիկ Խաչատրյան։ Արևիկ Խաչատրյան, սա պատրաստել եմ լավ Վերջը, մարդիկ պետք է ձգտեն որոշակի չասեմ կրեատիվության, այդուհանդերձ ինչ-որ մի դետալով պատկերացում փոխելու, որտեղ երբ որ էլի գանում էր հասարակության թերություններին, աշխարհի ամենակաղապարված եւ կաղապարներ սիրող հասարակություններից են կայանում, էլի կամփորտ զոնա, ռամկա, չէ՞, մենք այդպես ենք։ Հիմա մեր գիտակցության մեջ ծրծողական կար մի այսպիսի քառակուսի պատկերացում Սարոյանի մասին։ Սա որ է հայ անդադեր մեջ լինում է իմ խոսքը, ուր որ լինես բոլոր Հայաստանը։ Երբ որ Սարոյանը աշխարհայնախոհ, ամենահաճարեղ, ամենաբազմազան իմ պատանեկության ու երիտասարդության ամենասիրած գրողն է, մեծ գրող։ Եվ մենք որոշեցինք, որ Սարոյանը ոչ միայն պետք է ներկայանալով ինչ-որ արդեն ունենք, ինչ-որ գիտեք, այլ ներկայացնենք նաև նոր Սարոյան, որի դուք ծանոթ չեք, օրինակ Զավեգարից Ռոբ Բայրամ բեպը, հիմա ևս մի վեր տղաղջիկ միասին, սա նույնիսկ ռուսները չունեն։ Հենց որ այս Սարոյանի երեք գրքերը պիեսներ եւ իր առակները, որը սովետական շրջանառության շրջանառվել են, երկու ապել փակած, հետո կտանգարացվի եւ հրապարակեցին եւ սա սիրող ազգերի Այս գիրքը մի քիչ հին գիրք է, բայց ես հատուկ եմ հանրապետության խնդիրներով ունի, որտեղ մենք մի գլխավոր թերություններ ունենք, աշխուժ թերություններ։ Լավ, գլխավոր չի։ Մի թերություն, որը ես հաճախ եմ առնչվել, գոնե իմ ժամանակ մեր սիրելի գրադարանավարների կողմից, որոնք երկու բանկաների կամ լավ չգիտեին մեր ժամանակների գրողների,
Կար իրենց վերաբերմունքը կամ հարական, որտեղ չի կարելի մեր ժամանակներում լինի ուժոր հայտնող, կարա, հիմա ես ասում կարա, և կարա շատ ավելի մեծ գրող լինի կամ 50 թվին, 30 թվին, 10 թվին, էլ չեմ ասում 1805 թվին, հիմա 1800-ից գրող ասել մեծ, չեք կամ, չէ՞, դիս 2020 թվին կասել, հիմա ես ուզում եմ, որ որոշ գրքեր կան ես մշտարոջատում դրադարարների, ժամանակակից գրողների, որոնք կրթում են աներվա, ոչ մեկը չի լինի, որ այդ գրքերը չի շրավան է, էլի, ժամանակին պես Վախթանգ Նիկոլայի Ռեպերն է ասում մանյա այդքր դարպարության։ Հիմա սա վերջի տասնամյակներում Վահագն Գրիգորյանի Պողոս Պետրոս գտնակ գրված մեծագույն վեպերից է, այ իրականություն, մեծագույն վեպերից, որը արժեք ատելատում, վարպետությունն այն որ ես ցանկացած արտասահմանցի գրողի կողքին չես վրեկա գնամ լիքը գրողների, այս գիրքը, հասկացաք, և ուզեցար, որ այս գիրքը դուք ճանաչեք և եթե գրադարանում կա պարբերաբար առաջարկեք թերթուների մանավանդ վարդել արդեն ձերանում, 83 տարեկան, մարդը որպեսի պատկերացնեք այս մարդը ինքը գիտի նստել ինքնատիվ ներմունի, ինքը գիտի նստել չի հասնի, բայց իրապես Հայաստանը սիրո, Երևանը սիրո մարդ չեմ տեսել, նստում մահման գրով գալիշում ասում հասա, հետո մյուս տարել է կարթած է։ Ինչեր եմ պերը, մեզ Արան Գոյաջանի բերմապենաշարի շորգանակում, որնեմ Իգո Գրեշանի որվատերինակը, համետը դեմալությունը դուշա դունյակ յուղում պիես պատանական է։ Ես տել եմ ուտում ես բերմապենաշարի նպատակենը, որ մեր թատրոնների խաղացանքը թարման է։ Իրիք է, երբեք ներկայացումներ կա այդում նայմս ատնում ես լավ էլ է ասում ես հարաբեր, է։ Եվ երկրորդ է, նրանք ովքեր շատ ես սիրում թատրոն, տեսել են, որ իդում են հայդում ռեժիսորական լուծումներով, լավ լուսավորման, լավ դերասանական խաղով ներկայացումներ, որոնք ունեն վատ լեզու, անհաջող լեզու է, մի քիչ։ Եվ այս մատենաշարի նպատակն նաև հարցեր եմ ուզել, ցավոք, ես պետք է արձանագրեմ, արդեն ծաղկությունպես տարվամատենաշարը, երատս ոչ ես, ես գրգերի չի արձանագրել։ Իրենք նախընտրում են բեմադրել, նախընտրում են իրենք ռուսերից թարգմանել, բանկեպսնել, և իմ սիրելի երկու գիր ժամանակակից հեղինակները կմսանցնել կա, չէ՞, կմսանցնել է խորը, հեսակում են նորոյինը հաստատ չէ դուս, որ Այս Գրիգինը ոստոր հա։ Գրիգինը ստեղծվել Էսի ստեղծվել մեր դրանով Ուրեմն մեր ընթերցողների մեր ժողովրդի ամենակարևոր խնդիրներից մեկը մտածողական առումով գաղափարական պետք է լինի հետևյալը ինչպես մարսել այն ամենը ինչ որ կատարվեց մեր երկրի հետ մեր ժողովրդի հետ վերջին տարիներին ինչպես մարսել որտեղ դրանի շատ բանակախված մենք հետագայում ենք լինելու չենք անելու, ոնց ենք նայել մեր շրջապատին, մեր կյանքը ոնց ենք կառուցելու, որտեղ ենք մեզ տեսնելու, ինչով ենք զբաղվելու, ինչ գործունեություն ենք ծավալելու։ Եվ հիմա կասենք, որ դրա մասին ամեն օր խոսում։ Մենք են բոլորը խոսում են։ Եվ բոլորի նպատակները տարբեր են եւ ոչ մեկական, որտեղ դրանք մեծանի մասին հետևում քաղաքական նպատակները լավ, քաղաքականությունը պետք է լինի։ Ձեր ամենակարևոր ուղեկից այդ ճանապարհին պետք է լինեն հայ գրողները, բայց այդպես չի որ միանշանակորեն։ Հայ գրողների լավագույն գրքերը, որոնցում փորձառել վերլուծել այդ իրականությունը եւ ասել դաժան եւ ճշմարիտ բաներ։ Չէ՞ դաժան, բայց ճշմարիտ բաներ։ Ես նորային գիրքը հարաբերությունից երրորդը հատկապես Պետրոսը գլխով եւ Գրիգի Վիլենսդորֆը առանձնացել են բառը շատ հզոր գրադարանում որտակ որպեսզի մարդիկ կարդան եւ փորձեն ստապ վերլուծել այդ իրականությունը որ մենք եղանք եւ ցավոք դեռ շարունակում ենք ապրել եւ ի վերջո եթե մենք դուրս պետք է գանք գիտեք դա լինելու է միայն մտածողության փոփոխության գաղափարական որոշակի կոնկրետ աղետներ դավանելով եւ ամենակարևորը ինքնակնդատություն։ Այս գրքերը դա սովորացնում են սրանք կարևոր գրքերը եւ հողտ են տալիս հողտ։
Եվ մի դիրքեր ու վերջ։